Պարոն Մկրտչյան, շնորհավորում ենք օրվա կապակցությամբ եւ ձեր ուղերձը որպես ազատամարտիկ այսօրվա հետ կապված ինչ ունեք ասելու։ Այսօրվա հետ կապված իմ ուղերձը մեր հայ ազգին ողջություն ցանկանալն է, մեր ժողովրդին դիմադրելու ունակություն ձեռք բերելու իմ ցանկությունը ամենից շատը դա է, մեր ժողովուրդը չպիտի հավատա թշնամու այն խոսքերին, որ նա խաբում է մեզ, ասում է իբր թե ինքն էլ է խաղաղություն ուզում, բայց միտեղ ասում է ես էլ եմ ուզում խաղաղություն մեր թշնամին, բայց հաջորդ պահին գալիս է լրիվ ուրիշ ագիտացիա է, պրոպագանդա է իր ժողովրդի մեջ տանում, որ հայերը մեր թշնամիներն են, մենք նրանց հետ պիտի վերաբերվենք որպես թշնամի։ Իսկ ձեր կարծիքով ինչու են իշխանությունները փորձում ամեն կերպ խաղաղության գնալ թշնամու հետ եւ արդյոք կստացվի։ Գիտեք ինչ, ինձ թվում է այսօրվա իշխանավորները մի մարդիկ են, որոնք ընդհանուր առմամբ դիմադրություն բառը, դիմադրության հասկացողությունը նրանց մոտ զորք է։ Նրանց մոտ միայն մի հասկացողություն կա, ինչպես անեն, որ լավ ապրեն, մեր երկրի, մեր հայրենիքի բարիքները իրենք օգտագործեն, քանի որ պատահաբար ու խաբեությամբ են եկել իշխանության, օգտագործեն ու կարողանան այդ բարիքներից առավելագույնս քամեն ժողովրդից։ Իսկ ինչ վերաբերվում է նրանք ինչու են թշնամու հանդեպ այդպիսի լոյալ վերաբերմունք ցույց տալի, որովհետև վախում են այդ թշնամուց։ Նրանք երբեք այդ թշնամու հետ երբեք աշկ-աշկի չեն տեսել, չգիտեն թե նա ով է, ինչ բնույթի է, ու դրա համար էլ չեն ուզում որևէ խնդիր ունենալ։ Դա էլ մի պատճառն է եւ էլը պատճառ կա։ Միգուցե եւ ծախվել է։ Չի բացառվում։ Երբևէ նման բան հիշում եք, որ եղած լինի, որպեսզի թշնամու հետ ցանկանան հաշտության գնալ, խաղաղություն հաստատել։ Դա լինում է, բայց նայած որ դեպքում, նայած երբ որ հավասարը հավասարի հետ խոսում է, այն ժամանակ նա իր պայմաններն է թելադրում, դուք ո՞ր։ Եթե իրար հետ ինչ-որ գտնում եք հաշտության եզրեր, լինում է, ինչու՞ չի լինում, հո անընդհատ պատերազմներ չի լինում։ Լինում են եւ որ հաշտության եզրերը գտնում են, որ ինչ որ նրան է պետք, նա ինչ որ ձևով ստացել է, ինչ որ մեզ է պետք, մենք ենք ստացել ու դրանով կանգնում է։ Օրինակ 1994 թվականի մայիսի 12-ը մենք գտանք, որ այն ինչ որ մենք կարողացանք մեր հիմնական խնդիրը կատարեցինք 90-ականներից սկսված, այսինքն մենք ազատագրեցինք Արցախը, ազատագրեցինք մեր պատմական հայրենիքի մի քանի շրջաններ, մեզ արդեն ձեռք էր տալի ինչ-որ ձևով խաղաղություն գնալ։ Դե նրանց հիմա ձեռք էր տալի, բայց նրանք էլ գնացին։ Դուք ինչ եք կարծում, հիմա մեր պատմական հայրենիքը Արցախը հետ բերել հնարավոր է եւ եթե այո, ապա ինչ կերպով։ Իհարկե հնարավոր է, բայց ոչ հիմա այս իշխանության օրոք։ Մինչև սրանք չգնան մեր երկրից, իշխանությունը չզիջվի, նրանք երբեք մենք չենք կարող այս իշխանության օրոք այդ հարցը լուծել։ Մենք կլուծենք այդ դեպքում, երբ որ իշխանությունը փոխվի եւ գա այնպիսի իշխանություն, միգուցե ես հետ վերադառնամ 90-ականները, որ մենք ավելի վատ ժամանակներ ենք ունեցել։ 92 թվականին այդ նույն թուրքերը գրավել էին Մարտակերտ շրջանը ամբողջովին, Մարտակերտ կենտրոնով, գրավել հասել էին արդեն առաջադոր Արցախի մասին է խոսքը, Ստեփանակերտն էին արդեն մտնում, տոնում էին արդեն իրենց հաղթանակը, բայց այն ժամանակվա ղեկավարությունը ուժ գտավ իր մեջ, ժողովրդին կարողացավ մոբիլիզացնել, այդ ուժը հաղորդել ժողովրդին ու ժողովուրդը միասնական ձևով պատմության այդ պատերազմի ընթացքը փոխեց։ Ու մենք տեսանք արդեն 94 թվականին լրիվ ուրիշ վիճակ էր։ Այդպես է հարկավոր։ Պատերազմում լինում են եւ պարտություններ եւ հաղթանակներ, կարևոր է կամքի ուժ դրսեւորես ու կարողանաս այդ պարտությունը հաղթահարել, դառնալ շուրջ սարքես հաղթանակ։ Եվ դա լիովին հնարավոր է։ Մենակ մեր մոտ չէ։ Շատ
պատմությունը միշտ էլ այդպիսի բաներ ունեցել է։ Շնորհակալություն։ Ես այժմ գիտեք ինչ, ուզում եմ մի հատ մեր երկրի ղեկավարին, այսօրվա ղեկավարին իմ կողմից այդ ձեր լրատվամիջոցով մի քանի խոսքեր ուղարկել։ Ուղղակի նրանից պատասխան պահանջել։ Ես մասնակցել եմ բոլոր պատերազմներին, մի քանի անգամ վիրավորվել եմ։ Արցախն ենք ազատագրել ենք մեր պատմական հայրենիքից տարածքներ, մի Արցախի տարածքի չափ էլ, եթե ոչ ավելին, հա։ Կռվել եմ հանուն իմ ազգի, իմ ժողովրդի, իմ հայրենիքի համար։ Ես այժմ իրենից պատասխան եմ պահանջում։ Այդ ինչու նա մեր երկիրը ասեմ հանձնեց, ասեմ, չգիտեմ, ոնց ասեմ, որ վաճառեց, այդ ինչպես եղավ։ Ինչ իրավունքով, հա, դու այդպես արեցիր։ Ստորագրողը դու ես, ոչ ոքի վրա մի քցի։ Դու ես գնացել ստորագրել, այդ բոլ դու ես ղեկավարը եղել։ Ես պահանջում եմ պատասխան ձեզանից, պարոն վարչապետ, պահանջում եմ, ես այդ իրավունքը ունեմ, ես այդ իրավունքը վաստակել եմ իմ զենքով, իմ հայրենիքին նվիրված կռվելով, իմ հայրենիքը ազատագրելով։ Մի մետր անգամ դու այդ երկրից, մի մետր դու կամ քո նախնիներից, քո ծնողներից որևէ մեկը մի քայլ անգամ ավելացրել են այս հայրենիքը, մեր հայրենիքը։ Այդ ինչու դու տվեցիր։ Պատասխան տուր։ Ինձ որպես ազատամարտիկի, որպես նախկին սպայի, որպես հայ ժողովրդի զավակ։ Ես այդ իրավունքը ունեմ քեզանից պահանջելու ու պահանջում եմ։ Խնդրեմ, եւ դու ինձ պատասխան կտաս։ Ասա օրը, ժամը, ես կգամ այսպես, ես համազգեստով, դատարկ այսպեսի ձեռքերով կգամ, նշանակի օրը, ասա, այս ինչ օրը պատասխան, եթե ունես տալու, կանչի, տղավարի կանչի, չեմ ասում տղամարդավարի, տղավարի կանչի, ինձ պատասխան տուր։ Ես այդ իրավունքը կրկնում եմ, վաստակել եմ, որ քեզանից պատասխան պահանջեմ մեր կորսված հայրենիքի համար։ Սպասում եմ։ Նա ժամն ասեք։ Չի բերում։ Դե ինչ վրա է։ Չէ, ժամանակը գնում է արդեն։ Ժամանակը գնում է։ Պարոն վարչապետ, գնաց, սպասում եմ ձեր պատասխանին։ Շնորհակալություն։ Կանչեք ինձ։ Ես պատասխան պիտի ստանամ ձեզանից։